Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի ղեկավար, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ամփոփում ենք շաբաթը։ Տպավորիչ շաբաթ էր։ Թրամփ պարահանդեսի դահլիճի նախագծի եւ հանրապետական կուսակցության դոնորը, ով կրում է Սոկոլով ազգանունը, ով ներկայանում է կամ ներկայացրել է Guardian-ը որպես ռուս-հրեական արմատներով ամերիկացի ներդրող, նա ղեկավարելու է պետդեպարտամենտի հիմնադրամը Trip+-ը։ Ոմանց Սոկոլով ազգանունը անհանգստացրել է, ոմանք էլ ասում են իզուր։ Իզուր է անհանգստացրել։ Ես չգիտեմ այդ իզուր ասողները որոնք են, ինչ նկատի ունեն։ Եկեք տեսնենք իսկ ինչու է անհանգստացնելը, տեսեք, եթե ձեզ թվում է, որ Պուտինի դրամապանակները այտենց բան են, հա, նույնիսկ Ալիշեր Ուսմանովը ուզբեկ չի, իրանք բոլորը ռուս-հրեական ծագումով մարդիկ են, այդ Պուտինի անձնական թղթապանակն է, դուք թող ոչ մեկի մոտ տպավորություն չստեղծի, որ այդ ինչ-որ ուրիշ պերսոնաժ է, այդ կոնկրետ Պուտինի դրամապանակն է, որ պատկերացնեք, ընտրի գրած է Խույլով Վլադիմիր Վլադիմիրովիչ, ոչ մի ուրիշ մարդ ընդեղ չկա, ով պետք է ֆինանսավորի Տրամփի հանրապետական կուսակցությունը, հետո Բալրումը, հետո բան այդ ամեն ինչը արվել է, դրա դիմաց ստացվել է Տրիպը, այդ նա ինչի մասին ես խոսում եմ ամենասկզբից, որ Տրիպը դա նոյեմբերի 9-ն է, որ Տրամփը ձեզ ծախելու է, որ մի եղեք ապուշ, եղեք խելացի, չի կարելի այդպիսի քայլերի գնալ, չի կարելի տարածաշրջան բերել մարդկանց, ովքեր այդ տարածաշրջանից վտարվում են։ Հիմքերը, որ դուք ասում եք, հիմքերը հետևյալն են։ Ռուսաստանի հետ կապ ունի այդ մարդը։ Այո, որովհետև լավ, որ երկար այդ հիմքերը չվերադառնան 25 թվականի օգոստոս, թե ինչպիսի ողջույններ էին հնչում, եկեք տեսնենք մեր նախընտրականի ընթացքում այն եռագլուխ հանդիմությունը, որը հռչակվել էր պրոռուսականի, ովքեր չէին թաքցնում, որ իրանք պրոռուսական են, իրանք բոլորը կողմ էին Տրիպին։ Բոլոր պրոռուսական կուսակցությունները Հայաստանի, բոլոր Հայաստանի պրոռուսական քաղաքական գործիչները ասում էին, որ իրանք Տրիպը պահելու են եւ Տրիպին կողմ են։ Սա նույն բանն է։ Ընդհանուր առմամբ բազմիցս երևի խոսել ենք նրա մասին, որ Տրիպը, որը որ մեղրիով անցնում, այսինքն Արաքսի ափով, ինքը տնտեսապես ձեռնտու չի այդ պրոյեկտը։ Երկաթգիծ կառուցել Կասպից ծովի ափով, իջեցնել մինչև Քուր, Քուրից հետո բերել Արաքս, Արաքսի ափով բերել Հորադիզով, մանո Պարսկաստանի հենց քթի տակով անցկացնել մեղրին լեռներ կտրել, որոնք անցանելի չեն, որտեղով մի գիծ է անցնում, այսինքն ապրանքաշրջանառություն չես կարող անել, միևնույնն է մի գիծ է այնտեղ։ Նորմալ բեռնափոխադրումները մի գծով չի արվում, մի բանի գծով չի արվում, երկաթ գծով, մի հատիկով, այ երկու հատիկ գոնե, որ մեկը գնա, մեկը գա։ 42 կիլոմետրի, այսինքն այդ 42 կիլոմետրի խնդիրը բացառապես Հայաստանը Իրանից եւ Իրանը Եվրամիությունից, Եվրոպայից կտրելն է։ Ուրիշ որևիցե ուրիշ նպատակ դա չունի, ու չի էլ կարող ունենալ, որտեղ դա աբսուրդ է։ Լավ, դուք գնում եք էլի Տրիպի նախագծի մասին եք խոսում, մենք Սոկոլովի մասին ենք խոսում։ Դե Սոկոլովը նույն մարդն է, Պուտինն է։ Ես հարցնում եմ ինչու եք այդպես կարծում։ Բացատրում եմ, որովհետեւ Պուտինն է, ինչու եմ տենց կարծում, որ նա այդ մարդը ռուս է։ Հիմա դուք ուզում եք ինձ ասեք, որ 97 թվականից, կարծեմ 97-ից ապրում է Ամերիկայում։ FSB-ի գործակալներ չկային, որ ապրում էին Ամերիկայում։ Չապմանին մոռացել եք։ Ասենք Պուտինը 95 թվականից FSB-ի տնօրեն է։ Կարա լինի։ Ռոստելեկոմն է ձեզ անհանգստացնում։ Ռոստելեկոմը իր հերթին, Ռոստելեկոմը պետք է Հայաստանից վտարվի, փակվի ու ամբողջ ունեցվածքը պետք է սեփականաշնորհվի։ Պարզապես մեր դիտողներին, եթե ով չգիտի, Ռոստելեկոմի հետ եւ Vivatel MTS։ Այո, ինքը նաեւ բաժնետեր է։ Տեսեք, այդ ընթացքում Եվտուշենկովն էր եկել Հայաստան, որը AFK սիստեմայի տնօրենն է, այս տարվան, եթե չեմ սխալվում, հունվարին, թե այս տնավ։ Հանդիպել էր Փաշինյանի հետ։ Այդ AFK սիստեման ինքը նույն MTS-ն է։ Այդ նույն Vivatel-ն է։ Այդ նույն Vivatel-ն է, որը փոխկապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Չգիտեմ։ Այտենց։ Հիմա ստացվում է, որ Vivatel MTS-ը, Vivatel-ը, որը որ Vivatel MTS-ն է, որը որ Եվտուշենկովն է, որը որ Սոկոլովն է։ Ինչ արել։ Գնել է ADC-ին,
Armenian Datacom Company-ն իր ամբողջ օպտիկամալուխային ունեցվածքով, այսինքն այդ ինֆրաենթակառուցվածքով հիմա վերցնում է Ռոստելեկոմը, ինքը իրանով ամենախոշոր բջջային օպերատորն է, այսինքն ինքը ստանում է Հայաստանում կրիտիկական առավելություն տեղեկատվական ոլորտում, այսինքն կապի տրամադրման ոլորտում, եւ դրանով ոչ մեկ չի զբաղվում այս երկրում, եւ ինչ-որ մարդիկ թույլ են տալի դա. Թույլ են տվել, որ Ռոստելեկոմը անունը փոխի, ինչ-որ ուրիշ բան դառնա, մինչև այդ թույլ էին տվել, որ Ռոստելեկոմը հայկական լիցենզիաներով գնի սերվերներ եւ սարքի իր համար դատա կենտրոն. Դրա բացմանը նույնիսկ վարչապետը գնաց, թե փոխվարչապետը չեմ հիշում. Արդեն պատժամիջոցների տակ էր Ռոստելեկոմը, իրանք թույլ տվեցին դա. Հետո թույլ տվեցին, որպեսզի քողարկվի, այլ անուն ստանա, այլ իրավաբանական ձևակերպում ստանա. Հետո մի հատ էլ ձևակերպումը փոխեցին, հիմա այդ երրորդ ձևակերպում փոխածով էլի տալիս են ռուսների վերահսկողության. Այսինքն Նիկոլ Փաշինյանը, որպես այդպեսին, ինքը չպետք է հիմա լինի արձակուրդում, ինքը պետք է օրոգիշեր պատասխան տա նրա համար, թե այսինչ արվել. Որտեղից է այս բուսնել եւ ինչու մինչեւ հիմա ասենք ես էլ եմ ասում, հա օքեյ, Ծառուկյանին բռնել ես, լավ ես արել, բանացած է. Ծառուկյանին բռնում ես, թողում ես, որ ռուսները ոչ միայն քո հիմնական օպերատորին տիրություն անեն, այլ նաև այդ օպերատորին կից ամբողջ օպտիկան վերցնեն, հիմա էլ պարզվում է, որ իրանք նաև վերցնում են տրիպը, այն տրիպը, որ դու, որ չգիտեմ, սուվերեն, էսյան, այնյան, չէ ինչ եք խոսում. Դե Միացյալ Նահանգներն էլ այս շաբաթ պատասխան այնտեղ մի հարցի, որը ԵԱՏՄ-ի հետ հարցնում էին արդյոք տրիպի հետ ժամանակ նույն այդ բաներն են գործելու տարիֆները կամ չգիտեմ բանաձևերը, որով աշխատում են ԵԱՏՄ-ի շրջանակներում, Միացյալ Նահանգները պատասխանեցին այդ հարցերը, որոշում եմ Հայաստանը, որովհետև տրիպը սուվերեն, մուվերեն բան շուտ բանաձև կա, միշտ կրկնում են բանաձևը, դե դու հիմա դուք տեսեք ինչա կատարում։ Այո, ինքնիշխան տարածքն է Հայաստանի, հարց չկա, Հայաստանն է որոշում եւ ինչ կապ ունի ով է որոշում, եթե այդ ամբողջությամբ ռուսների ձեռն է։ Ես էլ եմ ասում, այդ նույն բանն է ստացվում, ինչի ժամանակին մենք ասում էինք, խնդրեմը որն է այդ կտորի։ Ի սկզբանե կարամ կրկնեմ, ինձ թվում է 21 թվականից հա դրա մասին խոսում էլի, չեմ զլանա։ Ռուսաստանը ԵԱՏՄ-ի կնիքը կխփի Ռուսաստանը ու մի հատ էլ դուրս եկող կետ կունենա, ասենք Ադանայում։ Հայաստանը ոչինչ չի ստանա դրանից։ Հայաստան կմտնի որպես ԵԱՏՄ-ի բեռ։ Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը ռիսկ կանի ռուսական կնիքներով բեռները կանգնեցնել եւ դատարկել, ավելին 42 կիլոմետրը բավարար չի, որպեսզի դու մեծ ծավալի բեռներ թափես, ստուգես ոնց որ իրանք լարսում են անում, կանգնեցնելու, այդքան ռիսկ չունես այդ բեռը կանգնացնելու։ Այսինքն մի բան ասվում է, մյուս բանը Չէ, մի բանը ասվում է այն ինչ որ պետք է լինի օրենքով, երբեք օրենքով չի լինում։ Ես երկու տարբերակ կա, հա, կամ պետք է հակակոռուպցիոն կոմիտեն դրանով զբաղվի եւ ման գա եւ գտնի կոռուպցիոն հիմքեր սրա մեջ, ԿՊ-ի վերնախավի, ԿՊ-ի կից օլիգարխների։ Դե հիմա կարող է Սոկոլովը 200 միլիոն է սրանց հատով։ Ով գիտի ասել։ Դե Թրամփն է նշանակել, կարծես Թրամփը նշանակել է, հա, բայց Թրամփը նշանակել է, բայց հիմնադրամն է։ Բայց մերոնք ասել են, չէ, առանց մեր ողջունի, առանց մեզ համաձայնացնելու հնարավոր չի, որ ինչ-որ բան նշանակել։ Բայց լսել եք ընթացքում։ Ոչ, իհարկե։ Ես այստեղ գիտեք ոնց արնակ։ Գուցե չենք լսել, չէ, երկիր կդառնա Հայաստանը, օրինակ, ինչպես ես կվարվեի, եթե հանգարց ես չիմանայի ու տենց բան անեի, ես նախ կկանչեի Հայաստանի դեսպանին ԱՄՆ-ում, կզրկեի դիվանագիտական կոչումից, կդնեի դատախազության տակ եւ ահացեի, որ ստուգեն, ինչի է ժամանակին չեմ իմացել դրա մասին եւ ինչու էս գործընթացը չի կասեցվել։ Ինչու սրա մասին չի հայտարարվել։ Պարոն Սարգսյան, մենք ենք իմանում, են էլ Գարդիանից ենք իմանում։ Ես կանդրադառնամ հիմա Գարդիանի, դա ինչ է նշանակում, որ Գարդիանից ուղղի եմ ես մեծ հաշվով տենց բան չեմ, էլի, տենց մեծ խնդրեմ չկա դրան։ Ну, իհարկե խնդրեմ կա, բայց մեծ չի այդ խնդրեմ։ Նախ մեր դեսպանին պետք է կանչեն եւ ինքը պետք է ազգային անվտանգությանը, դատախազությանը եւ հակակոռուպցիոնին պատասխան տա, ոնց է եղել այս գործընթացը, որ մենք չենք իմացել, ինչի՞ սա չի հնչեցվել։ Հետո պատասխանատուները էկոնոմիկայի նախարարության, համապատասխան փոխվարչապետերի, վարչապետի աշխատակազմի, ով է պատասխանատու սրա համար, ով է տրիպով զբաղվում։
Շուտ մեկը պետք է զբաղվի, թե չէ, անտեր մնացածով։ Դրանք բոլորը պետք է գնան հակակոռուպցիոն, բոլորի հաշիվները պետք է ստուգվի, բացեի բաց ժողովրդին ցույց տրվի, թե ինչ ա եղել, ոնց ա կատարվել դա։ Հետո ամերիկյան կողմին պետք է տեղեկացվի, որ 125-րդ ռուսական արուն ունեցող անձը բացառվում է, որ կարա տրիպի մեջ լինի։ Ուղղակի բացառվում է։ Մենք դրա համար մի հատ էլ Արցախ չէ, 23-ը դրա համար կորցրինք, որ նոյեմբերի 9-ի հարցը փակենք։ Տենց էր։ Այսինքն դա ոչ միայն դա բացառվում է անենց, որ այդ Սոկոլովը Հայաստան պետք է չգա, ինքը որ գա պետք է նստի։ Եվ այն մարդիկ, ովքեր հենց հիմա չեն կանչում Ամերիկայի ինչա ժամանակավոր ներկայացուցիչը, այստեղ հավատար մատար, ինչա կանչում, ասում են տղա ջան մի հատ վեշմեշուկդ հավաքի վերադարձի Վաշինգտոն, այնտեղ բացատրի, որ Հայաստանը համաձայն չի այս լուծման հետ, որովհետև այն, որ ինչ-որ մեկը վճարում է այդ բանի համար, բալրումի համար, կամ ֆինանսավորում է հանրապետական կուսակցությունը, չի նշանակում, որ ինքը կարա Հայաստանի Հանրապետության ներդրումային ծրագրի հարցեր լուծել։ Պարոն Սարգսյան, ստացվում է, այսպեսի դավադրություն է արվել Հայաստանի Դավադրություն չի, դա զգուշացված է։ Ռուս-ամերիկա, թուրքա, ադրբեջանական դավադրություն Հայաստանի։ Ռուս-ամերիկյան, ժողովուրդ, ստոպ։ Որտեղ եք այնտեղ Թուրքիա կամ Ադրբեջան տեսել։ Ոնց եք գտել։ Որ մի քիչ փորենք կերևա, Չէ, ոնց եք տեսել դա, ժողովուրդ, մի րոպե։ Հաջորդիվ հարցերով Տեսեք, գոյություն ունի, այնտեղ խնդիրը սենց է, Ադրբեջան որպես Ադրբեջան չէ, Ադրբեջան որպես սիոնիստական պրոքսի, այո, որովհետև տրիպը սիոնիստական պրոյեկտ է, որը ուղղված է Իրանի ամբողջական շրջափակմանը։ Սրա մասին բազմից խոսել ենք։ Ադրբեջան գոյություն չունի, ինքը խամաճիկ է տարբեր ուժերի կողմից, 3 հիմնական ուժ ունի։ Ռուսաստան, Իսրայել, Ամերիկա չկա։ Ամերիկա էլ չկա։ Չկա Ամերիկա, Ռուսաստան, Իսրայել եւ Թուրքիա։ Ընդ որում Հայաստանի Հանրապետության տեսանկյունից այս 3 խամաճիկի թելերը քաշողից ամենաձեռնտուն Թուրքիան է։ Ինչով։ Որովհետեւ ինքն էլ է Իսրայելից խուսափում։ Շատ բարձ է։ Ռուս, Ամերիկա, իսրայելական։ Ռուսը, չէ, տեսեք, կա Պուտինի վարչակազմ, կա Տրամպի վարչակազմ, Ամերիկան եւ Ռուսաստանը գոյություն չունեն։ Պուտինը եւ Տրամպն, այո, Պուտինը, Տրամպը, Նետանյահուն, 3 ռազմական հանցագործներ։ 3 ռազմական հանցագործներ, ովքեր սեփական ֆինանսական շահույթի հարցն են լուծում, սեփական մեծարման հարցերն են լուծում, ուրիշ ոչ մի բան չկա այնտեղ։ Այս 3 սատանի վաստակներն են։ Հայաստանն էլ ասում է, թող լինի միայն խաղաղություն։ Հայաստանը ոչ մի բան չի ասում, Հայաստանը չի ասում, դա էլ Նիկոլն է ասում։ Ես վախենամ, որ Հայաստանը ինչ որ ասում է, եթերային վարկյան չտրամադրենք այդ ասածին։ Որտեվ ցենզուրայից դուրս չէ, դա ման չի։ Այսինքն ստեղ ամբողջ խնդիրը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանն էլի համարում էր, որ ինքը ամենախելացին է։ Բայց իրան ինչպես եւ ցանկացած այն տիպաժին, որը համարում է, որ ինքը ամենախելացին է, ոնց որ հեծնեցին, ասին եշս քթի։ Ինքն էլ հիմա գնացել է Հանգստան, դե պարզ է գնացել, բայց ինչ պետք է անի, ու չի գալու պատասխան տա իր ասածների ու չարածների համար, հիմա ոնց է ինքը մեկնաբանելու, սա ինձ շատ հետաքրքիր է։ Այն սազանդարները, բաները, որ ստեղ գորգռում էին, ստեղ չէ вообще Հայաստան։ Դա ամերիկյան ծրագիր է, շատ ամերիկյան ծրագիր է։ Էլեն ասում են ռուս հրեական արմատներով ամերիկացի ներդրող է։ Ուրեմն տեսեք։ Շատ էլ որ ազգանունը Սոկոլով է։ Չէ, ռուս-ամերիկյան ռուս հրեական արմատներով Ձիրիպասկան էլ է ներդրող։ Դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է տանեք տակ Ձիրիպասկային, կամ Աբրամովիչին, կամ Ալիշեր Ուսմանովին, կամ Մելնիչենկովին։ Հասկացեք, Ռուսաստանում ուրիշ արմատներով մարդ չկա։ Ասեմ ավելին, Իսրայելի 80%-ն էլ են դրանք։ Ասեմ ավելին, Իսրայելի ռազմական հանցագործություն ստեղծող, то նույն Բենյամին Նետանյախուն էլ է իրականում Բիբի Միլիկովսկի։ Այսինքն դուք ուրիշ ընդեղ բան չունեք, սաղ էտա։ Ռուսս ո՞րն է ատե։ Ռուսախոս հրեաները, բոլորը, ինչ տարբերություն։
Բայց էլի եմ ասում, ժողովուրդ, դուք մի հատ հետ պատտվեք, տեսեք այդ Սակալովը ով է, 97 թվին գնացել է Ամերիկա, սուս-փուս նստած էր, մեկ է որ պատժամիջոցները տվեցին, սաղ այդ օլիգարխատի հերը անիծեցին, պարզվեց որ կա մի հատ Սակալով, որը Տրամպին ֆինանսավորում է, մի հատ էլ Բալրումին փող է տալի։ Հետո էլ ասում արի ես քո Բալրումին փող տամ, ասենք այդ ինչա դա պարա սրահին փող տամ, դու Հայաստանը տու ինձ։ Հենց այնց Դու մի ասա տենց, ռուս-հրեական արմատներով Չիկագոյում ապրող մարդը էլ ներդրման տեղ չունի, մեղրի միջանցքն է ուզում տիրություն անի, էլ բան չկա, հա, տենց աշխարհում էլ համով բան չկա, որ կարար վերցներ, ասեմ ինքը կարար վերցներ Վենեսուելայի նավթային հանքերը, կարար վերցներ Կոլումբիայի զմրուխտի հանքերը։ Հաջորդ թեմաներին Ուկրաինա-Ռուսաստանին կհասնենք, բայց եկեք հերթով գնանք մեր տարածաշրջանից սկսենք։ Եվ Ֆիդանը, Թուրքիայի արտգործնախարարը եւ Ադրբեջանի արտգործնախարարը մեկ Մոսկվա են գնում, առանձին, բայց նույն ժամանակահատվածում մոտավորապես, եւ հետո Կիև են գնում։ Սրանք պետք է կապել, իրար հետ դիտարկել ու ընդհանրապես հասկանալ, մեզ հետ դա որևիցե կապ ունի, թե Մեծ հավանականությամբ մեսեջներ են տանում։ Ինչպես Կիևից։ Սկզբում Մոսկվա են գնում, հետո Կիև են։ Չէ, իրանք շփում ունեն Կիևի հետ մշտական։ Ֆիդանը բավարար կլիներ, ինչի համար։ Ֆիդանը բավարար չէ լինի, որովհետև Ֆիդանը որպես Թուրքիայի արտգործնախարար իր սեփական խաղը ունի, որը չի համապատասխանում Ռուսաստանի մոտեցումներին եւ բաներին։ Եվ բացի դրանից Կիևը Թուրքիայի հետ այլ հարաբերությունների մեջ է, Ադրբեջանի հետ այլ հարաբերությունների մեջ։ Այսինքն Ադրբեջանը արդեն լուրջ խաղացող է դարձել։ Լուրջ չի, խոսք տանող բերողը միշտ եղել է ինչ տարբերություն։ Խոսք տանող բերող։ Հա, բա իհարկե։ Ձեզ թվում է ինքը խաղացող է։ Խոսք Դե տանող ինքը բերող։ իրեն խաղացողը ներկայացնում։ Չէ, դե ինքը շատ բան է ներկայացնում, Ինչ ասեց խաղաղության մարդ։ Հիշում եք, նրանք ֆիլմ ունեն Անձրևի մարդը։ Հա։ Հայտնի ֆիլմ է։ Չէ, լավ ֆիլմ է, ինքը իհարկե Տրամպը դրան արժանի չի այդ համեմատությանը, բայց այդպես նույն ձևով հնչում է։ Ամեն դեպքում մարդը եւ Տրամպը շատ Տրամպը իրեն անվանում են եւ Ալիևը նորից շնորհակալություն է հայտնում։ Խոսքով այսպես Ալիևը անընդհատ տեսեք, Ալիևը ունի թերթերում է եւ լրահոսերում է։ Ալիևը ունի ինչպես եւ Թուրքիան, ինչպես եւ Էրդողանը ունի շատ կոնկրետ արժեքային համակարգ, լավ, սենց ասեմ, թուրքական։ Ինքը առանց մեծարման չի կարա։ Ալիևին ոչ մեկ չի մեծարում։ Ինքը ժամանակ առ ժամանակ պետք է իր նախերին ցույց տա, որ ինքը շատ կարևոր անձնավորություն է։ Սա համընկնում է հիմնականում տնտեսական խնդիրների հետ։ Կոնկրետ հիմա, եթե դուք նայեք այդ խնդիրը, երբ որ բան եղավ, նավթի գները հետ ընկան։ Հետո Օրմուզը փակվեց, մի քիչ բարձրացավ։ Ինքը այդ բանի վրա 3 ամիս, 2 ամիս ընկնում էին, չէ՞, մայիս-հունիս ընկնում էին։ Հիմա ինքը պետք է ցույց տար, որ մեծարվում է։ Դե ճարերը պատրաստ էին արդեն, ոչ մեկ չգիտեր, որ մի հատ էլ կխփեն։ Եվ երբ որ Ալիևը խոսում էր դրա մասին, ինքը արդեն ուներ, ինքը ներքին խնդիրներ մեկը ունի sense տենից։ Ինքը տնտեսական խնդիր, նույն բանը Էրդողանը ունի։ Պետք է տարանջատել Թուրքիայի հա ներքին այդ բանը, օրինակ իրանք ՆԱՏՕ-ի ժամանակը տենց բան արեցին, որպեսզի ցույց տան, որ 5-րդ սերնդի կործանիչներ կստանան, չեն ստանա։ Որտեղ դա բավարար չի։ Հիմա Ալիևն էլ պետք է մի բան անի, որ ինքը Տրամպի հետ խոսա, ինքը ուղիղ խոսա Տրամպի հետ, ինքը իր մարդկանց ցույց տա, որ ինքը Տրամպի հետ խոսում է, բայց մենակ իր մարդիկ չեն։ Տարօրինակաբար Հայաստանի բնակչության զգալի մասն է, ով որ վատ ազգում նրանից, որ Ալիևը խոսում է։ Ընդ որում այդ խնդրեմը Նիկոլինն է։ Ասենք Նիկոլն է կարող, Նիկոլը չի կարավ, все-таки այնի ցավոք սրտի Մգիմոյի ավարտ է, նո ավարտ է որ նա գնաց է եկել է հոր բաներով, մի քիչ գոնե տաշած ձևած է։ Հա։ Շրջապատը բան ունի, ձև ունի խոսալու, ասենք փորձ ունի ինչ որ դաստիարակված է, գիտի որ շենքի ներսում գլխարկով չեն ման գալի, տենց ինչ-որ ինքը կարողանում է հայլացած կոշիկներով։ Հա, ինքը տենց ինչ-որ կարողանում է իրան պահել այնց տեղի դիվանագիտական նորմերին համապատասխան։ Նիկոլը չի կարող այդ յանի։ Նիկոլը ուրիշ ձևով ապրում։ Նիկոլը տենց բան է,
գյուղացի տղա, որով բոլորը հիանում են, ինքը տենց բան է անում, ինչ խելոք է, բան ինքը չի հասկանում, որ դա տենց շատ վատ է իրականում, որ սա սենց դելավ բան, վայ, ինչ տարօրինակ է համել խոսալ գիտի։ Այս տարբերակն է էլի իր մոտ աշխատում, դա պրոբլեմա, լուրջ պրոբլեմա մեր դիվանագիտության մեջ, լրջագույն խնդիր է դա։ Շատերը չեն հասկանում։ Այսինքն կերպարն է։ Այո, կերպարը խնդիրը լուրջ չեն ընդունում։ Բայց Փաշինյանը հատուկ է այդ կերպարը ստեղծում։ Ինքը այդ կերպարը ստեղծում է իր ընտրազանգվածին հաճոյանալու համար եւ ինչ որ մեկը, չգիտեմ ով, իրան ասել է, որ դա հեղափոխությունից հետո դա օքեյ էր, որ ինքը տենց փողոցից եկած գյուղացի տղա է, որ հեղափոխությունը արե ու սաղ տենց տեսնում եք, այո, էս ինչ է, ջոբան է, բայց հələ նայեք, նաև հեղափոխություն անում, ոչ մի ցուցափեղկ չի ջարդում, բայց ինչ որ ժամանակ կա, որ դի տաշվի։ Իսկ ինքը չի տաշվում, ինքը մնացել է այդ դրա տակ։ Գուցե կերպար չի ստեղծում, դա հենց իր կերպարն է իսկապես։ Չէ, կերպար չի ստեղծում, դա իր կերպարն է, բայց ինքը պետք է կերպար, 8-րդ տարին կառավարում է, 3-րդ անգամ է ընտրվում։ Ինքը հիմա խնդիր ունի Եվրոասոցիացիան, Եվրոասոցիացված։ Լավ, մենք շատ խորացանք կերպարի մեջ, ուստի ինչպես են ընկալում Ալիևին։ Ալիևին ընկալում են նենց ոնց որ դուրսը ընկալում են որպես երկրի ղեկավար, որ ասենք ինչ որ ձև կարող է իրան պահի։ Փաշինյանին չեն ընկալում տենց։ Փաշինյանին չեն ընկալում երկրի ղեկավար։ Փաշինյանին ընկալում են հեղափոխության առաջնորդ, մինչև հիմա։ Ես ինչի եմ ասում, ինքը պետք է դաթարի այդ նախ այդ քաղաքական ուժը պետք է դուրս գա արխիվ, ոնց որ բոլորը գնացին։ Իսկ բացի ամեն ինչից Փաշինյանը անհասկանալի քայլեր է անում։ Միգուցե ինքը հետո Մակրոնին SMS-ով բացատրում է ճոտատալի ինչ անում, բայց դա բավարար չի, ամբողջ աշխարհն է նայում։ Ամբողջ աշխարհի մոտ հարց է, դու չես որ Ուրսուլա ֆոն դեր Լայնի գալուց հետո չես գնում Յոբուրգարա։ Ինչ կա Յոբուրգում։ Միշուստին ով դառա որ դու գնում ես, արարողակարգային խնդիր է այդ։ Միշուստինի հետ պետք է հանդիպի լավագույն դեպքում քո փոխվարչապետը։ Դու չես կարող գնաս ընդդեղի վարչապետի հետ հանդիպես, հերիք քեզ ամպոչ կտալի պես աչու ծաղմացնես։ Հաջորդ թեման Իսրայելն է։ Մենք մինչև Իսրայելը թեմա չի, Իսրայելը պրոբլեմ է։ Իսրայելը եւ հայոց ցեղասպանության ճանաչման թեմաներ, ամբողջ մեկ շաբաթ Հայաստանի բոլոր վերլուծաբանները, բոլոր լրահոսերը լիքն էին լավ է թե վատ, մենք ընդունում ենք այդ իրենց ընդունումը, թե չենք ընդունում, ինչպես ենք մենք դա բացատրում, հետո մեկ էլ փշիկ նրանք ասեցին մենք հետաձգում ենք Ադրբեջանն էլ, չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով են իրենց վերագրում, ասեցին այդ մենք ենք հասել։ Կարա լինի Ադրբեջան, կարա փոխտված։ Հանգիստ։ Դեսպանն էլ եկել էր, չգիտեմ ինչա խոսացել էր, մի հատ ոչ ռեզիդենտ դեսպան ունենք։ Շատ հետաքրքիր է, Իսրայելի դեսպանը Հայաստանում նստում է Տել Ավիվում։ Եկել էր մեր փոխնախարարի հետ հանդիպել, ինչի էին ընդունել, չգիտեմ, բայց ամեն դեպքում այս ամբողջ պատմությունը, այսպես ասած։ Թե ձեր մեկնաբանությամբ ինչ տեղի ունեցավ։ Ինչ մեկնաբանեմ, խնդիրը հետևյալն է։ Իսրայելի համար հայոց ցեղասպանությունը միշտ եղել է թեմա, որը իրենց պատկերացրածով հոլոկոստի յուրահատուկությունը ջրում է։ Իրանք ուզում են ապացուցեն, որ իրանք միակն են, ում կոտորել են։ Դա այդպես չի իհարկե եւ կոտորածի տարբերություններ կան առել։ Ռուանդա կա։ Չէ, դե Ռուանդա բանը հետո է համաթիվ մեկը։ Դե դրա մասին մի անգամ խոսել ենք, չէ, ինչքան էլ որ տենց բան է, հա, չխորանանք, օրինակ չգիտեմ, Վարշավյան գետոն մինչև 44-45 թվականը կար։ Այո։ Եվ այնպես չէր, որ այնտեղ բան էր, 600,000-ից ավել հրեա էր ապրում։ Հիմա դա նման է, եթե 15 թվականին, ասենք Սեբաստիայում կամ Մալաթիայում կամ ասենք Էրզրումում 300,000 հայի փագեին, ասեն դուք ստեղ ապրեք։ Ու հետո մենք որ ասենք կոտորածա մեր վրա կծիծաղեին, չէ՞, իսկ իրանց վրա ոնց որ նորմալ է այդ որ գետոն կար։ Այստեղ սենց խնդիրներ կան, հա, որոնք հարցեր են առաջացնում միշտ։ Չեմ ասում, ասենք չի եղել է, բայց ասենք ինչ որ ձև կա, որը որ չի բռնում իրար։ Իրանց համար դա միշտ եղել է քաղաքական թեմա, իրանք բավականին երկար օգնել են Թուրքիային հերքել հայոց ցեղասպանությունը։ Դու մի բան էլ իրանք փորձեցին դրանով Թուրքիային ոնց որ բան անել։ Սիրաշահել։ Չէ, ընդհակառակ ճնշել։ Հա, հիմա էլ ճնշել։ Դեն որ ասցին որ ճանաչում ենք, ուզեցին որ ճնշեն։ Այդ ասել եմ, չէ՞ որ Ֆիդանը ասեց ձեզ նայեք միան։ Թուրքիայի արտգործնախարարությունը չասեց չի եղել տենց բան, ասեց դուք ձեզ նայեք։ Այսինքն իրանց հիմնահամատիվ մեկ նպատակը, որ իրանք դա անեին ու սաղ աշխարհը ասեր, որ այ տեսեք ապրեք բան, Թուրքիա դու ինչ վատն ես, ՆԱՏՕ-ից առաջ էր։ Դա ՆԱՏՕ-ից առաջ էր, ՆԱՏՕ-ում նախ ոչ մեկ չխոսած, երկրորդը Թուրքիան առանձնապես
ուշադրություն չդարձրեց, չհերքեց, ասեց, ուրիշ դուք ինչ որ գազայում անում եք, դրա համար պատասխան կտակ, իմ պատասխանը թողեք, դա ձեր խնդրեմը չի։ Ու իրանք ակնհայտորեն պարլամենտական երկիր են, իրանք պետք է մտցնեին Կնեսետ։ Կնեսետի արձակուրդից առաջ բանեսան, որ ինչ ում ես խապ։ Դե հարցս է դեր ինչի համար դա արվեց։ Ցուցադրաբար։ Չէ, դա ինչ որ փոքր խաղական։ Իրանք գցեցին տեստան ինչ ռեակցիա կա, ասկի Հայաստանից ռեակցիա չկար։ Հասկանում եք, ընդ հարց կարող լիներ, օրինակ Հայաստանը ասեր, այ դուք ապրեք, բան, նրանք էլ օրինակ, կարային ասեն, այ դե որ մենք ապրենք, եկեք բան արեք, Իրանի սահմանը փակեք, մեր խաթրում։ Մենք էլ կասենք, օ, ինչ վատ է, որ 15 թվին ձեզ կոտորել։ Չէ, ինքեր թքած ունենք ձեր վրա, ուզում եք արեք, ձեր համար եք անում։ Այսինքն, այդ լուրջ խնդրեմա, որը որ մեզ մոտ բան չեն անում, չեն գիտակցում։ Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլ չէ ճանաչումը, դա չճանաչողի խնդրեմն է, իմը չի։ Այդ իրա խնդրեմն է, ինքն անբարոյական, ես չեմ։ Այդ իրա երեխուն պետք է մորթեն, ես էլ հերվից նստեմ, ասեմ, լավ, արի իսկ ես կդու ոտանավոր կգրեմ, մի հատ ձեն չեմ անի, որովհետև դե ոնց որ քեզ մեկ էր, որ իմ երեխեքին մորթում էին։ Այդ իրա խնդրեմն է, ոչ թե իմ։ Այդքան բան։ Իսրայելը չի ուզում ճանաչի, որ ոտերից ճանաչի։ Թող չճանաչի։ Թուրքիան Նետանյահուին ներառել է հետախուզվողների ցուցակում։ Սա էլ հետաքրքիր Թուրքիա-Իսրայել։ Գիտեմ հիմա որ կոմենտները ինչ ալնելու, բայց ասում ամբողջությամբ համաձայն եմ նախորդ խոսնակի հետ։ Տակը ստորագրվում եմ, ես էլ եմ ասում, գտնեմ միտը, ցանկալի է երրորդ մաս լեչի մոտ միտը գտնենք, հասկանանք, ինչ գույն է դրա բանը, ընդհանրապես, հա պետք է հետախուզեն դատեն, բայց ամբողջ կառավարությունը, ամբողջ, ընդ որում Հայաստանն է պետք է ման գա այս թեմայի համար։ Ասի տղա ջան, հիմա վերջը դու ճանաչեցիր, թե չէ, եղել է, թե չի եղել, կոնկրետացի մի տենակ դու ես, եկես թե որց։ Իրան, Միացյալ Նահանգներ, մոտենում ենք էլի մեր։ Իրան, Միացյալ Նահանգներ, ես ենթադրում եմ, որ ինչքան մոտիկ դեպի ընտրություններ, այդքան ավելի ծանր է լինելու այս ամբողջ պատմության մեջ գնահատել եւ գիտակցել ինչա, ակնհայտորեն Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտվել են այս մարտի ինչ էր փետրվարի 28-ին սկսվածը պարտվել վարի են գնացել բրծել են էլ չկան այդ փուլը ոնց որ անցել են հիմա ինքը ամեն անգամ փորձում է մի քիչ էլ հարվածի նախորդը խոսեցինք հա նրանց հետո երբ դատարանը որոշել էր որ ինքը պետքա հրապարակի ինքը չէ դատախազ FBI-ը պետքա հրապարակի Էփշտեյնի ֆայլերը առանց սևով գրածի ամեն անգամ Տրամպը ինչ-որ բան է հնարում, որպեսզի Իրանին խփելով էլ տենց ինչ-որ փորձում է կողարկի, իր հերթական խայտարակությունը կողարկի։ ՆԱՏՕ-ում խայտարակ եղավ գնացել, գնաց ասես Գրենլանդիան պետք է գրավեմ էլի, չգիտեմ ինչ ասեց, էլի հիմարություն դուրս տվեց։ Չկա ոբշի, ինքը գոյություն չունի որպես բան, ինքը բայց լավ էլ դերը կարողանում են կառավարել։ Իրենք փող են աշխատում։ Բացում են Հորմուզը, փակում են, իսկ դրանից արդեն գները բարձրանում են։ Նու այդքան ուժեղ չի հիմա, բայց որ պատկերացնեք, հա, ինքը գումար է աշխատում իր որդիների համար, բայց գիտեք, դա մենք հասկանում ենք, խոսում ենք, մարդիկ հասկանում են, խոսում են, իրան թվում է, թե այդ իր երեխեքը իր տնփեսեն այդ փողը կպահի, չէ, ձեռներից վերցնելու, որովհետև համակարգը մի փոքր այլ կերպ է աշխատում։ Պարզ է, որ տեսնեք, իրանք անմիջապես չեն հարված, ոնց որ Եվրամիությունը Հայաստանի հետ։ Իրանք անմիջապես ամյոբայի պես այդ հողաթափիկ ինֆուզորիայի նման այդ սուր ասեղը որ կպտում է, տենց ռեակցիա չեն տալի։ Իրանք սպասում են, տեսնում են ինչա, հետո նոր պատասխան են տալի։ Հետաքրքիր ինֆորմացիա է այդ որտեղ որ ինքը գրում է այդ իր սոցիալական հարթակում Թրամփը ասում են այդ իրենք սկսելու են փող աշխատել դրան բանկերին եւ առևտրականներին արագացված տեմպո ձևով նրանք տրամադրելու են Թրամփի հրապարակումները որպեսզի նրանք հասցնեն արձագանքել Թրամփի հայտարարությունից հետո գները բարձրանում են իջնում են Դե տեսեք սրանից մոտավորապես 4-5 հայտարարություններ է արվում որոնք շուկայի վրա ազդում են Սրանից մի 4-5 ամիս առաջ ինչ որ պայմանական, հա, տենց Morgan Stanley վերլուծաբանների անալիտիկներից ով որ թրեյդինգ անում, թրեյդինգ անալիտիկներից մեկը ասաց որ մենք փաստացի ապացույցներ ունենք, որ ինչ որ մեկը ադմինիստրացիայում
Տրամպի այդ հարվածել չհարվածելու վրա 15 րոպե առաջ մեծ գումարներ ա դրել, մեծ գումարներ ա ստացել, վաստակել ա։ Սա նշանակում է Այդ սուֆլորի մասին է խոսքը։ No, սուֆլորի չէ։ Հարվածելու որոշումը կայացվել է, բայց մինչև հրապարակելը, քանի որ ինքը իր այդ Twitter-ով հրապարակում, մինչև հրապարակելը շատ մեծ քանակությամբ ֆյուչերսներ են վաճառվել ու գնվել։ Այսինքն տենց մեծ թվերի մասին է խոսքը, միլիարդավոր դոլարների։ Եվ մեծ հաշվով սա միանկը չի։ Եթե հիշում եք, ինքը նախընտրականի ժամանակ բան արեց, cryptocurrency թողեց, այսինքն այդ կրիպտա թողեց Տրամպի անունով, այդ Մելանիայի անունով միլիարդներ աշխատեց։ Կուշները գնաց բաներից 2 միլիարդ վերցրեց, որը դրեց էլի իր սեփական բիզնեսի մեջ։ Այսինքն իր ամբողջ կլանը շատ մեծ գումարներ է աշխատել։ Եվ քանի որ սրա մասին արդեն գրում է միջազգային մամուլը սրա մասին, ասենք Մորգան Ստենլին բանը խոսում է, սա նշանակում է, որ ժամանակը երբ որ եկավ, երբ որ դա ստեղծվեց հնարավորություն, այսինքն իր վրա ինքը կարա ասի, որ ասենք չգիտեմ, ինձ կամ իմ ընտանիքի անդամներին չեք դատում, տենց որոշում կա, բայց կան բաներ, որ օքեյ, քեզ չենք նստացնում, բայց քո ձեռքից սա կվերցնենք։ Այսինքն, երբ որ ինքը ասում է, որ չգիտեմ, այս հայերի սիրած բառը ամոնիստ է տալի, այսինքն ամոնիստ է տալի, հա, որ նախապես ընդորում, որ հետո չեք կարա ինձ դատել չենք կարա, այսինքն դու չես նստի 120 տարի Ամերիկայում տենց բաներ կան, ժամկետներ կան, բայց փողերը պետք է հետ տաս։ Ամոնիստը վերաբերվում է մարդուն, ոչ թե փողին։ Ու մեծ հավանականությամբ տենց է լինելու է, էլ չասած, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմաթիվ բաներ ունի, տենց պատմական դրվագներ ունի, որոնք ողջունելի չեն, բայց Կենեդի եղբայրները, Մակարտուր նախագահան, լավ, այսպես բոլորը արդեն ոնց որ թե հասկանում են, որ այդտեղ տնտեսական խաղերել են տարվում, բայց այնուամենայնիվ առճակատումը բավականին լուրջ է Միացյալ Նահանգներ Իրան եւ կարող է հետևանքներ ունենալ։ Թե կարծում եք այսպես խաղալով առաջ են գնալու։ No, դե հիմա տեսեք, Մերձավոր Արևելքի ներդրումային քարտեզն է փոխվում։ Ամբողջությամբ։ Պարսից ծոցի թագավորություններ են ու կամ սենց ասեմ, իրանք բոլորը չեն թախել շեյխությունները, էմիրությունները, հա, լրջագույն պրոբլեմ ունեն։ Իրանց տնտեսությունը, որը հիմնված է նավթի կամ գազի վրա, հիմա տենց թոփլտում է, իսկ դիվերսիֆիկացիան չի աշխատում, որովհետև թե Դուբայը, թե Աբու Դաբին փորձում են դիվերսիֆիկացվել, դառնային միջազգային ֆինանսական կենտրոն, ՏՏ կենտրոն, արհեստական բանականության կենտրոն, բայց այս ամեն ինչը ոչնչացվում է։ Հիմա պատկերացրեք մարդիկ ինչ որ միլիոներով գումար են ծախսել, տուն են գնել Դուբայում։ Շատ էին այդպես մարդիկ, մանավանդ Ռուսաստանից մի պահ այդ բանը որ սկսեց, ինչքան մեծ արուստ կար, գնում էր Դուբայ տուններ առնում։ Okay, հիմա այդ տների գները կիսվել են։ Եվ 0 շանս կա, որ իրանք կաճեն։ Էլի հատուկ է գուցե, որովհետև պայթյուններ են հենց Դուբայում։ Դուբայը հայտարարվում է, որ պայթյուններ են։ Դա հաստատ գների իջեցում կարող է առաջացնել։ Դուբայը ամենաակտիվն է հակաիրանական բանում։ Դուբայը ամենամտերիմ հարաբերություններն է ստեղծել Իսրայելի հետ։ Եվ սա հենց դիվերսիֆիկացման մի մասն էր, որովհետև Դուբայը ամենաարագը բացվեց ֆինանսական շուկաների համար, արևմտյան եւ արևմտյան մոդելի համար։ Իսկ առաջին ով օգտվեց եղան այն ոնց որ դուք եք ասում, ինչ ռուսերիական ծաղարմատներով ամերիկացի ներդրողներ դրանք ռուսերիական ներդրող ամերիկյան հարմատներով ներդրող։ Հա, ոչ մի ինչ որ այդպես դրանք են, այսինքն Իսրայելը իր սեփական բանը, հնարավորությունները, մարդկային կապիտալը, ասենք հրյաներին, որոնք որ հարցնում բա ինչ անենք, որ ձեզ լավ լինի, ինքը ասում է դե գնացեք Դուբայ ներդրում արեք, որ Դուբայի հետ լավ լինի, այդ Աբրահամյան համաձայնագրեր, բաներ, այդ ամենա գլխավոր խաղացողը արաբական աշխարհում էմիրություններն էին, ընդ որում հենց դրա պատճառով եւ դրա համար նույն Իրաքը, Ալժիրը, Եգիպտոսը կամ Սուդանը առանձնապես չեն սիրում էմիրություններին, որովհետև իրենք առաջինը դավաճանեցին։ Այդ գաղափարին արաբական, համայն արաբական բանին իրանք առաջինը դավաճանեցին։ Իրանի ճակատագիրը շատերը ասում են փայլուն եւ պայծառ։ Միացյալ Նահանգները ջախջախելու են Իրանին։ Իրանի ճակատագիրը փայլուն եւ պայծառ։ Իրանի ջախջախելու համար
անգրագետ մարդկանց մի լսեք, ոչ էլ եթեր տվեք։ Իրանի ջախջախելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ցամաքային զորախումբ մտցնեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածք, չեմ ասում ընդհանուր Պարքաստան, որպեսզի 92 միլիոնանոց բանակ, որը ուրեմն մակերեսով ավելի մեծ է, քան Ամերիկայի East Coast-ը եւ Կալիֆոռնիան միասին վերցրած։ Ամբողջությամբ լեռնային անապատը, որտեղ որ Ամերիկայի զորքերը սովոր չեն, ոչ միայն սովոր չեն մարտնչել, չեն կարող երկար դիմակայել, ասենք ուղակի բանով վրանով նստած, որպեսզի ԱՄՆ-ն ջախջախի Իրանը այդ ավելի շուտ բանից Մարսից այլ մոլորակայինները կգան բան կանեն, ջուրը կցամաքացնեն Հնդկական օվկիանոսին։ Գովազդ հայտարարենք եթերում, եթե դեմ չեք։ Գովազդի եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը Կարեն Սարգսյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ եւ ամփոփում ենք շաբաթը։ Ուկրաինայում շատ հետաքրքիր զարգացումներ են, ժողովուրդը դուրս է եկել փողոց, պատերազմական Ուկրաինայում, պատերազմական Կիևում եւ ոչ միայն Կիևում, ամբողջ Ուկրաինայով, տարբեր քաղաքներում ժողովուրդը դուրս է եկել փողոց։ Սա առաջի դեպքը չի, որ Ուկրաինան իր ժողովրդավարական ավանդույթները պահում է, մեծ հաշվով ցանկացած դրվագ կարա հիմք հանդիսանա դրան, սա երրորդն է մեծ
sense որ տարածվում որ ԶԼՄ-ները տեսնում, ընթացքում էլի ա եղել, որ ես ասենք փոփիքսել եմ բաներով իրանց ԶԼՄ-ներով, բայց այդքան խոշոր չէ, այդքան նշանակալի չէ։ Հիմա ամբողջ հարցը Ֆեոդորովի մասին է, այսինքն նոր կառավարությունն է նշանակվել, պաշտպանության նախարարը, որը հանդիսանում էր այս վերջի 6 ամիսների ուկրաինական հակահարվածի ճարտարապետը։ Ինքը իրոք Ուկրաինայում համարվում է ճարտարապետը, գլխավոր շարժիչ ուժը, որովհետև ինքը իրականացրել է 3 շատ կարևոր բան, մեկ ինքը փոխել է գնումների համակարգը, թվայնացրել է եւ կրճատել է ժամանակահատվածը։ 2 ինքը իրականացրել է հակակոռուպցիոն շատ մեծ ծավալի գործողություններ եւ խոսք գնում է առնվազն 6 միլիարդ եվրո խնայողության եւ բանի մասին, ընդ որում մոտարապես 15-ից 17%-ով կրճատել է 155 մմ-անոց արկերի գնման բանը գինը արժեքա եւ բացի դրանից իրականացրել է պոլիգրաֆի վրա, այսինքն այդ ստի դետեկտորի վրա ստուգում բազմաթիվ պաշտոնյաների, պատասխանատուների եւ հրամանատարների, որի արդյունքում շատ մեծ քանակով մարդ զրկվել է պաշտոններից, ուսադիրներից եւ ուղարկվել է բան եւ ստացել է այդ ամեն ինչ ինչ որ պետք է ստանալ եւ ինքը իրականում այդ դրոների բաններ։ Ի սկզբանե ինքը պաշտպանության նախարարը եկել մինչեւ այդ ինքը բարձր տեխնոլոգիաների պատասխանատու որ մեզ մոտ ոչ բարով մխոն է, ասենք մարդեր ով զանգով Ռուսաստանի համար Starlink էր փակում եւ աշխատում էր խոշոր big tech-ի հետ, այսպես ասած խոշոր ընկերությունների եւ բերում էր իրենց աջակցությունը Ուկրաինային, քան որ բավականին մեծ ազդեցություն եւ մեծ հեղինակություն ուներ ոլորտում։ Ֆեոդորովի հանելը դարձել է պատճառ, այսինքն Ֆեոդորովին նորին չնշանակել է։ Եվ սրա պատճառը, որ Ֆեոդորովին չի նշանակել Զելենսկին, դա Ֆեոդորովի, այսինքն նորի եւ Սիրսկու, որը գլխավոր հրամանատարն է, այդպես Սիրսկու եւ շտաբի պետի համապատասխանաբար գլխավոր շտաբի պետի կոնֆլիկտն է։ Կոնֆլիկտը շատ տրամաբանական է։ Ես կոնֆլիկտ ցավոք Ուկրաինայում լուծվեց այնց ոնց որ Հայաստանում։ Կա նոր մոտեցում, որը բերում է արդյունք, որտեղ հենց հիմա մենք տեսնում ենք վերջի 6 ամսվա մեջ Ռուսաստանը լացացրել էր Ուկրաինան։ Բառեզբուն իմաստով։ Խորքային լոգիստիկան ոչնչացված էր, առաջնային դիրքերում զինվոր բան տենց չէր վազվզում, որտեղ դրոներով խեղդում էին, դրոների քանակը արտադրության, ասենք, նախորդ տարի եթե խոսք գնում էր 1 միլիոնի մասին, այս տարի արդեն 2.5 միլիոն հատ դրոներ, այսինքն ամբողջությամբ այդ բանը, ամբողջ համակարգը դրոների այդ դելտան հասցված էր այն մակարդակի, որ մի դրոնը թռնում էր, նկարում էր ամբողջ կենտրոնացված դա տեսնում էին, այլ դրոնավարները դա տեսնում էին եւ կարողանում էին միջամտել իրանց խնդիրը լուծեին, այսինքն ցանց էր սարքած։ Համակարգված։ Հա, ամբողջությամբ այդ համակարգված ցանցը, բանը սա այդ համալիրը աշխատում էր։ Սրա հեղինակը Ֆեոդորովն է։ Եվ կա գեներալից այդ լամպասներով, աստծուց ուսուլով ապրող, Զավիսլուգուլետ աստղ ստացած, Սիրսկին այդպեսին չի, բայց իր շուրջը տենց գեներալներ կան, որոնք որ գեներալներ են, էլի տենց որտեղ մեր մոտ եկան տենց վագոնով, որ տենց թակուն ապրել են, բան են արել, տենց 3 տարին մեկ աստղեր են ստացել, ոչ բան չեն արել, մի հատ օպերացիայի սենյակում նստած են եղել, մի հատ մեդալ են ստացել։ Պրոբլեմը հետևյալն է, այս հին մոդելի գեներալները պատերազմը տեսնում են իրանց տեսանկյունից։ Հա, Սիրսկին կոնկրետ պատասխանատու է եւ մասնակցել է եւ հրամանատար է եղել Խարկովի օպերացիան, այսինքն այդ Իզյում-Կուպյանսկի օպերացիան Կիևի տակից է արել բաներին, Խերսոնում է մասնակցել, այսինքն ինքը բոլոր տեղեր մասնակցել է, նշ չի որ չի մասնակցել։ Բայց կրիտիկական փոփոխություն ճակատում այդ օպերացիաները չեն բերել։ Իրանք բերել են ինչ-որ ժամանակի մեջ, տարածքի մեջ հաղթանակների Բայց այդ խնդրի առարկան դա չի, չէ՞։ Չէ, խնդրի առարական են, որ հիմա Ռուսաստանը ոնց որ կոտրում, իմ գնահատական, հա։ Ռուսաստանին ոնց որ կանգնեցրել են, մեջքը կոտրելու ժամանակն է։ Ու ներսում թուլանում են հիմա։ Չէ, եւ այն ինչ որ ռուսերենով ասում է
Наказание невиновных и награждение непричастных. Այսինքն Ապագա մեդալների եւ կոչումների կռիվնագնում։ Ով է գլխավոր հերոսը այս պատերազմի, որովհետեւ հոտը առել է այդ 5 գեներալից հետը։ Իրանցից էլ ոչ մեկ սպրոս չի անում։ Իրանք հաղթում են, 6 ամիսա հաղթում են։ Իրանք գիտեն թե իրանք են հաղթում։ Դրա համար էս նորը որ եկել է, այս վիսկշկեն гражданский пиджачոկը։ Էսով է որ։ լավ, բա Զելենսկին ինչու է Իսկ Զելենսկին ունի խնդիր, ինքը կամ պետք է ամբողջ գեներալից հետին տակն ու վրա անի, ընկնի Քալպատինով մաքրի, կեսին նստածնի, շուռ տա, կոչումներից զրկի, բրիգադների հրամանատարներին տեղերով փոխի բանանի, ընկնի պատերազմի մեջ, ընկնի սպայական անձնակազմ, ավակ ընդ որում կամ բարձրագույն սպայական անձնակազմ, թափ տա, ինչի նա չի կարա, չի տեղավորվում, չի կարա։ Ստեղ հենց էտա որ սիներգիան Ֆյոդորովի ու S5 գեներալից հետի լավն էր, այնտեղ պետք է ուղղակի Զելենսկին ձեռքբեր սեղանին ասեր չէ, բայց ըստ հասած տեղեկությունների Սիրսկին է ասել որ я ես я ինքը։ Ну չնայած էս էլ մի բարի պտուղ չի։ Հիմա Այս ամբողջ պատմության մեջ, տեսեք, այտենց հեշտ չի։ Լավ։ Այնտեղ կա եւս մի շատ լուրջ անունով գեներալ Դրապատի, ով որ ասել է, որ Ֆյոդորովը պետք է մնա։ Ու սա առաջացրել է լուրջ խնդրեմ արդեն գեներալիտետի ներսում, որտեղ էս հերինակությունները Սիրսկին ու Դրապատին նենց չի որ շատ են իրարից տարբերվում։ Իսկ ժողովուրդը ընդհանրապես մինչև հիմա Զալուժնիին ասում բացկա։ Այն ում որ հանեցին ուղարկեցին Լոնդոն դեսպան։ Ու սա դառնում է, որ ոնց որ թե երկրորդ անգամ բանակի հրամանատարությունը փոխվում է անհասկանալի պատճառներով, դե ժողովուրդը չի ուզում, որովհետև Ֆյոդորովը ինչ էր ապրում, Ֆյոդորովը ասում էր դրոնները պետք է կռվեն, մարդիկ պետք է չկռվեն, մարդիկ պետք է չմեռնեն, եթե պետք է 10 դրոնի փոխարեն 1000-ը կարտադրեմ, այդ մի ռուս զինվորի վրա, մի հոգու զոհ չեմ տա, Սիրսկինը տենց չի, Սիրսկին մի քիչ սովետական մենտալիտետ, սովետական գեներալ Ռուսական բանակի նույն պրինցիպով է, ինքը մեկ է այդ շտուրմավոյ գրուպեքով է ուզում այդ տանկերով, մանկերով։ Մի բան հարցնեմ, այս ամբողջը ինչ տեղի ունենում, հա, ժողովուրդը Ֆյոդորովին է աջակցում եւ ասում է նա հաջող ղեկավար է եղել եւ նա պետք է մնա։ Այո։ Այս ամբողջ պատմության մեջ հետաքրքիր է Ռուսաստանի ուժեղացումը եւ թուլացումը այս իրավիճակում, Ուկրաինայի ուժեղացումը եւ թուլացումը սրանից հետո։ Ուկրաինան թուլանում է, եթե Ֆյոդորովը Եթե Ուկրաինան թուլանում է, նշանակում է Ռուսաստանը ուժեղանում է, դա է Նի հարցը։ ֆակտ, չէ։ Դե հիմա Նի ֆակտ։ Ուկրաինան թուլանում է, տեսեք, դա ընդհանրապես նշանակում է, որ եթե Ֆյոդորովը մնում էր Ռուսաստանի հախից գալիս էին պայմանականորեն X ժամանակահատվածում Y զոհերի քանակով։ Հիմա ասենք X ժամանակահատվածը կրկնապատկվի, զոհերի քանակը կրկնապատկվի։ Դրանից Ռուսաստանը չի ուժեղանում ու չի թուլանում։ վերադասավորվում է։ Ռուսաստանը վերադասավորի չի, վերադասավորվի, նենց չի, որ ասենք նավթամշակող գործարանների հարվածները դադարելու են կամ Ղրիմի շուրջ այդ բանը շրջափակումը, որ հիմա դրաներով իրականացվել է, պակասել է։ Ինչ է անում Թրամփը այս պատմության մեջ։ Ինչ դեր ունի, չունի, Չէ, Թրամփը вообще դեր չունի։ Թրամփը ատում է Զելենսկուն, ակնհայտորեն։ Թրամփը ատում է Ուկրաինան, Թրամփը ատում է Հայաստանը, Թրամփը ատում է ամեն ինչ, բացի թվարկելով գնաց։ Իհարկե, ինքը ցանկացած, որտեղ ցանկացած երկիր, որը ինքը չի համարում բավականին ուժեղ, որը կարա, ասենք, չգիտեմ, մեծ բանակ հավաքի մարդ կոտորի բանան, ինքը ատում է, զզվում է։ Ինքը համարում է, որ փոքր երկրներ պետք է չլինեն։ Պետք է լինի ինքը Պուտինը, մեկ է Սի Ցզինպինը։ Ու կարա լինի ուրիշ երկիր, ով որ տենց բավականին թափով է, որպեսզի մարդ կոտորի ու հանգիստ նստի տենց։ Կամ փող ունի, օրինակ Փող չէ, Ադրբեջանը փող ունենալով չի իր աչքը մտե։ Ադրբեջանը թքած ունենալով եվրոպական կանոնակարգի վրա երեխա մորթելով, տնից հանելով, եկեղեցիներ, շենքեր տրանկացնելով, ուժ ցուցադրելով, չի սրիկայություն։ Այսինքն դուք համարում եք, որ Թրամփի համ աչքերին դե հա պետք է սրիկա լինես։ Դե Պուտինն է, Վաննա, Նետանյախուն է,
Իսկ սա ինչ պատմություն է, որ փորձում են հասկանան, թե ինչ կոռուպցիոն սխեմա է աշխատել դեմոկրատների, միացյալ դեմոկրատների Ուկրաինայում։ Եթե հիշում եք Թրամփի առաջի կադենցիայի ժամանակ, ինքը Զելենսկու դեմ պահանջ էր դրել, որ Զելենսկին պետք է Հանտեր Բայդենի դեմ ուկրաինական բան ստեղծեր, ինչ-որ տեղեկատվական արշավ ստեղծեր, որ ինքը կարողանար դատեր Հանտեր Բայդենի։ Այսինքն տենց շուտ նյուանսներ կային։ Այն ժամանակ Զելենսկու գործունեության շնորհիվ Թրամփը գնաց իմպիչմենտի։ Թրամփին իմպիչմենտ հայտարարեցին, իրականում չարեցին, որովհետև հայտարարեցին, հասան, պայմանավորվեցին, դե մեկը Սա դեմոկրատների դեմ է ուղղված, թե Զելենսկու, թե Ուկրաինայի։ Բոլորը միասին։ Համ Զելենսկու, համ դեմոկրատների, ինքը առիթ չի բաց տողում Զելենսկուն։ Ինքը չի սիրում Զելենսկուն։ Ինքը միևնույնն է համարում, որ Զելենսկին կարճ չունի։ Ինքը համարում ամեն անգամ, երբ ինքը հանդիպում է Զելենսկու հետ եւ կոպիտ ասած չի կարողանում դուրս գա Ասիայի լակոտ Զելենսկու հասցեին, ինքը համարում է իրան նվաստացրած, որտեվ ինքը չի համարում, որ Զելենսկին իրան հավասար է։ Իրան հավասար մենակ բունկերային առնետն է, Պուտինը, կամ Սի Ցզինպինը, կամ գոնե ինչ-որ մեկը, ով միջուկային զենք ունի։ Իրան ինքը չի համարում ուրիշ մեկին հավասար։ Հյուսիսային Կորեան։ Հյուսիսային Կորեան, հա, զենք ունի, դրա համար ինքը կարող գնա Հյուսիսային Կորեա թրջկոտի ընդեղ, եթե հիշում եք այդ 38-րդ բանը անցնելուց թրջկոտում։ Բա Թուրքիայի հետ էս ինչ է։ Թուրքիան ոչ մի բան։ Բանում Անկարայում այդ ոչ մի բան։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Ոչ մի բան, ընդհանրապես։ Ընդհանրապես ոչ մի բան չկա այդտեղ։ Թուրքիան բավականին լուրջ մտավախություններ ուներ, որ իր դեմը դնելու են Հյուսիսային Կիպրոսի հարցը, մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, դա խոսացվում էր Թուրքիայում։ Հյուսիսային Կիպրոսի հարց էր քննարկվում։ Դրա համար իրանք տենց նախապես ամեն հնարավոր առիթ բաց չէին թողում, փշի անեին մեկը Թրամփին, որ ոչ մեկ զալա չանի իրանց խոսա Հյուսիսային Կիպրոսի դուրս գալու մասին։ Քիչը հիշի։ Հա, տենց որ ասենք ինչ-որ բաներ լինի։ Դրա համար ինչ-որ բան, տենց պրոակտիվ քայլեր տիպը դե մենք այս 400-ը կուղարկենք Ֆիջի, չէ, Վանուատու, չէ, ուր էին ուզում ուղարկեն, ոչ ինչ-որ միտը։ Հարավային Կորեան կուրսի չի։ Հենց այնպես խոսում էին։ Ռուսաստանը շատ խիստ անհանգստացավ։ Կորոնավիրուսը։ Այսպեսին էր շաբաթը, պարոն Սարգսյան։ Մնաց ինչ-որ կարևոր բան, որը այսպես շղթայով իրար հետ կապված։ Դե տեսեք, հիմա պետք է հասկանանք այս բանի այդ Սանյա Սոկոլով, Պալուչիլ Պամորդի Սանյա Սոկոլովին ինչ են անելու։ Այդ դուք Վիսոցկու երկն։ Հա, Վիսոցկի երկն է, այո, Լենինգրադի գորոդի ու Պիթի ուգլով։ Նիկոլը պետք է չգիտեմ որտեղից, ուզում է աղբյուրից, ուզում է յայլայից, ուզում է նախիրի մեջից, լայվ դուրս գա, ինքը սիրում է լայվ դուրս գալ։ Կներեմ, տակի բից կարա սպարտիվկով է, ադիբաս սպարտիվկով դուրս գա, բայց բացատրեց հասկանանք ես չէ։ Ումից ենք հարցնում, ով այս ամեն ինչի տերը։ Այդ ժամանակ նոր կհասկանանք։ Մեծ հաշվով, ես մոռացա ասեմ, թողեցինք սենց կիսատ։ Ինչն է կարևոր էս պատմության մեջ։ Ով է հրապարակել Նյութը։ Նյութը հրապարակել է Guardian-ը։ Մեծ Բրիտանիայի ամենա թափով հայտնի թերթերից մեկը։ Սա նշանակում է, որ պրոյեկտի ոչնչացմանը կպել է Եվրոպան, մասնավորապես Մեծ Բրիտանիան։ Եվ ես հիմա շատ լավ հասկանում եմ, որ այս մոդելի մեջ կարելի է նկարագրել, թե որտեղից է հայերի չակերտավոր ատելությունը անգլիացիների նկատմամբ, այն որ պապական տվից եկել։ Հասկանում եք, չէ՞ որ դաշնակները մոտավորապես սենց էին ծախել երգիրը բոլշևիկներին, որ բրիտանացիք ասում էին, էսի չեք անում արա։ Մենք միջև օլթի սախ գրավեց ձեզ ենք տվել, ինչ բոլշևիկ։ Բայց այդ դաշնակներն ու բոլշևիկները կպան իրար ծախին, Սյունիքը տվեցին ադրբեջանցիքին, նժդենչելներ կտային կգնար, որտեվ իրանց մեկ էր, իրանք սոցիալիզմ էին կառուցում։ Գաղափարական մարդիկ էին։ Արարատը ջնջենք, Արագածը դնենք, բան շատ նման է։ Հիմարության մակարդակով շատ նման է այն ժամանակվա բոլշևիկ հայերի։ Այն ինչ որ անում է հիմա մեր անձնավորությունը շլյապով։ Եվ Guardian-ը։ Եվ
Guardian-ը հիմա որ այն ժամանակ որ բրիտանացի բան էին, հա, չէին թողում։ Դե հիմա որպես մուռ, հետո դարել էր որ մենք բոլոր նույնիսկ ես էլ դպրոցում սովորելով ինձ անկապ տեղ ասում էին անգլիացիք մեր ամենամեծ թշնամին են, ինչ կա սա անգլիացիք են արել, որ հարցում էի ոչ մեկ չէր կարող ասել, ասում էին որովհետև որ բռնում էիր խրիկներից բռնում էիր ասում էիր որովհետև ինչ արա Ուր դες տեսես դե անգլիացին ինչ վատություն է քեզ։ Այսինքն դուք համարում եք սա արտահոսքի նման Սա արտահոսք չի, սա զրնգոց է մի հատ։ Մեծ sense բերել են ողանջը, այն որ ասում զանգ կախեմ, թե ճառ ասեմ։ Համ զանգն են կախե, համ ճառ են ասե, ու sense ես Նիկոլեն դե վազվզում է սարերով իր արևին։ Բերել են sense զրնգցնում են, որ ընկեր բրծավ։ Հետ հաշվարկը գնաց։ Տրիպով, մրիպով, նոյեմբերի 9-ով այսպես հիմա փաթեթավորելու ենք, պահենք, մյուս անգամ եթե ուզենաս տենաս այդ կոթղթերը, գնաս պրակտոլոգիդ մոտ։ Ոնց որ չվախենք, լավ առնելու։ Շնորհակալ ենք, ել սրանից հետո էլ ինչ չվախենք։ Մենք ասենք դուք էլ եք ուզում տրիպով զբաղվեք, չեմ ուզում ես։ Փակեք դու դա։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Ես եմ։ Սոցիոլոգ վերլուծաբան Всё еще ես եմ։ Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում, սիրելի Վիսոցկի բարեկամներ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք այս հարցազրույցի ընթացքում։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։